Մեծարգո վարչապետ, հարգելի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, պարոն Ավետիսյան, մանիպուլյացիայի մաստեր կլասի փորձ արեցիք, բայց ոնց որ թե չստացվեց։ Ինձ մեղադրելով մանիպուլյացիաների մեջ, ոտքի վրա տեղում արեցիք նույն բանը, թեև ես չէի մանիպուլացրել, եւ ես հիմա ձեզ կապացուցեմ ինչի։ Դուք համեմատում եք 18 թվականի ցուցանիշները այսօրվա ցուցանիշների հետ, ասելով, որ աղքատությունը ավելացել է, հետո էլ ասում եք, որ մի շտապ եք համեմատել 24-23 հետ, որտեվ վիճակագրական ԱՎԾ-ն գրել է, որ պարոն Ավետիսյան, մի ընդհատեք։ Դուք համեմատել եք 18-20 այսօրվա թվերի հետ քիչ առաջ, եւ այն դեպքում, երբ որ 19 թվականից հետո մեթոդաբանություն է փոխվել, կախված նաեւ մեր երկրի բանից ցածր եկամուտ ունեցող երկրից ավելի միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներ տեղափոխվելու հետ։ Իսկ ազգային վիճակագրական ծառայությունը, այո, գրել է փոքր տառելով, որ սրանք չի կարելի համեմատել նախորդ տարիների թվերի հետ, եւ նաեւ գրել է, որ ինքը կվերանայի նախորդ տարիների թվերը, բայց երբ որ մենք նայում ենք օրինակ տենդենսները 21 թվականից դեպի 23 թվական, 24-ը նույնիսկ չնայելով, մենք ունենք տենդենս նվազման, ինչը շատ բնական է, որ 24-ն էլ կլինի ավելի ցածր։ Այո, մենք ունեցել ենք 21-ին աղքատությունը 26.5, 24.8, 23.7 եւ հիմա 21.7 եւ ծայրահեղ աղքատությունը 1.5, 1.2, 1.1 եւ հիմա էլ 0.6։ Եվ եթե վերանայում էլ տեղի ունենա անցյալ տարիների, տենդենսը ակնհայտորեն մնալու է նույնը։ Հետեւաբար խնդրում եմ դուք մի մանիպուլացրեք։ Ինչ վերաբերում է հակասոցիալական ինչ-որ քաղաքականությանը, որին դուք վերագրում եք մեր դեմոգրաֆիկ խնդիրները, նորից մանիպուլացնելով, ընդհանրապես տեղյակ եք, որ մանկական եւ ասենք նաեւ մայրական մահացությունը բացարձակ կապ չունի դեմոգրաֆիայի հետ։ Հերիք չի տեղյակ չեք, մի հատ էլ տարվա կեսի մանիպուլացնում եք, որ թվեր են փոխվել։ Այս պահի դրությամբ, պարոն Ավետիսյան, մի խանգարեք։ Ես ձեզ չէի խանգարում, ուշադիր լսում էի։ Չնայած ելույթս ամբողջությամբ փոխեցի ձեր ելույթի պատճառով։ Տարվա կեսից դուք գնահատում եք, որ մենք մանկական մահացության խնդրեմ ունենք, նորից եմ կրկնում, 23-ից 24 թվական բարելավում ունենալով։ Հետո անցնում եք բանին, մյուս խնդիրներին, բայց մինչև դրան անցնել։ Իսկ դուք գիտեք, որ դեմոգրաֆիկ կրիզիսը նաև այն պատճառով է, որ մենք մայրական կապիտալի խնդրեմ ունենք։ Մենք չունենք բավարար թվով կանայք, որոնք այսօր երեխա պետք է ունենան, իսկ դրանք հիմնականում այն տարիքի կանայք են, որոնք արտագաղթել են 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին։ Այդ է պատճառը դեմոգրաֆիկ կրիզիսի, որտեղ մենք նաև պտղաբերության ցուցանիշի աճ ունենք, բարեբախտաբար, 18 թվականին 1.5, 1.6 էր, մենք հիմա արդեն 1.9 ունենք եւ հույս ունեմ 2-ի էլ կանցնենք եւ պետք է ունենանք առնվազն 2.1, բայց բացարձակ թվով ծնունդները իջնում են, որտեղ երեխա ունեցող կանանց թիվը իջնում է։ Նաև ասեցի ինչ պատճառով, արտագաղթի պատճառով։ Հետո ինչ որ կոവിഡ്ն եք հիշում, քրեական գործեր եք հիշում, 1000 անգամ խոսել եմ այստեղ դրա մասին, կոവിഡ്ը մեր երկիրը կառավարության կողմից գործադրած ջանքերի շնորհիվ պատվով է պայքար է կոവിഡ്ի դեմ եւ մենք ունենք նաեւ մահացության ցուցանիշներով միջինից ավելի բարձր ցուցանիշներ մեզնից բազմաթիվ անգամ հարուստ երկրների համեմատ եւ հետեւաբար երբ որ մանիպուլյացիաների մասն եք խոսում մի հատ հայլու մեջ նայեք հետո եկեք այս ամբիոնից խոսեք բայց անդրադառնալով բյուջեի քննարկումներին թեև ժամանակը հաստատ չի հերիքելու իմ նախապատրաստած ելույթը ունենալու ես այնուամենայնիվ կանդրադառնամ մի քանի հիմնական ծրագրերի նշելով նաեւ իհարկե որոշակի թվեր։ Հարգելի գործընկերներ, գիտեք բոլորդ եւ միշտ դրա մասի խոսվում է, որ մեր նախարարությանը բաժին հասած բյուջեն ամենամեծն է։ Պետական բյուջեի մյուս գերատեսչություններին հասանելիք տողերի համեմատ եւ այն այս տարի կազմում է 993 միլիարդ դրամ, որն ավել է նախորդ տարվա բյուջեից 96%-ով կամ 87.4 միլիարդ դրամով։ Իհարկե այս ֆորմատը ինձ հնարավորություն չի տա բոլոր ծրագրերին անդրադառնալ, որոնք բոլորն էլ կարևոր են, բայց ես ուզում եմ մի քանի ծրագրի անդրադառնալ, որոնք թե կարևոր են իրենց ազդեցությամբ եւ թե նաեւ այն իմաստով, որ դրանք թույլ են տալիս մեր քաղաքացիներին նաեւ աշխատանքի միջոցով բարելավել իրենց բարեկեցությունը։
Առաջին ծրագիրը, որին ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը, դա սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության կամ հանրության շրջանում առավել հայտնի 16 միլիոն դրամով բնակարանների կառուցման ծրագիրն է, որի շրջանակներում բազմաթիվ ընտանիքներ կառուցել եւ շարունակում են կառուցել իրենց սեփական տունը։ Ընդ որում ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Բաղանից, Բերքաբերք, Իրանց եւ Ոսկեպայր բնակավայրերում մենք 16 միլիոն դրամի փոխարեն ֆինանսավորել ենք 21 միլիոն դրամի չափով, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում արդեն ունեցել են հաշվառում այդ քաղաքացիները այդ բնակավայրերում։ Եվ ծրագրի շրջանակներում երեկվա դրությամբ արդեն հաստատվել է 2299 շահառուի հայտ, որից 2242-ը արդեն վարկավորվել է, ինչը նշանակում է, որ տները սկսել են կառուցվել, այսինքն պատկերացրեք 2242 նոր սեփական տուն է կառուցվել այս մեր սահմանամերձ բնակավայրերում։ Դրանցից 172-ը արդեն նույնիսկ ունեն վերջնական ավարտական ակտ, այսինքն ամբողջությամբ հանձնվել են շահագործման։ Եվ եթե, չգիտեմ, ում հիշողությունը ամենասուրն է, եկեք փորձենք գտնել վերջի անկախությունից ի վեր նման մասշտաբային ծրագիր, որը իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում, որի իրականացնողներն էլ հենց քաղաքացիներն են, որ իրենք են որոշել, որտեղ կառուցեն իրենց տունը, ինչ տեսակի տուն կառուցեն, ինչ հարմարություններով եւ այլն։ Եվ մի քիչ էլ մարզային բացվածք տամ, Գեղարքունիքում 108 տուն է կառուցվել, Արարատում 145, Սյունիքում 225, Վայոց ձորում 306 եւ Տավուշը որպես չեմպիոն այս ծրագրի 1515։ Իհարկե մենք հիմա քննարկում ենք նաև այս ծրագիրը վերաբացելու հնարավորությունը որոշակի թիրախային համայնքների համար, նաև փոխկապակցելով մեր այլ առաջնահերթությունների հետ, որոնցից երևի ամենակարևորներից մեկը դա դպրոցաշինության ծրագիրն է, հատկապես այն բնակավայրերում, որտեղ որ մենք կառուցել ենք դպրոցներ, որտեղ կան ազատ տեղեր աշակերտների համար։ Մենք հիմա էլ ունենք նման մի բնակավայրի համար որպես օրինակ այդպիսի ծրագիր, որտեղ դեռ 2 քվոտա էլ ունենք հատուկ ուսուցիչների համար եւ ես կոչ եմ անում օգտվել այդ քվոտայից, դա Վայոց ձորի Վայք համայնքի Գոմք գյուղն է։ Նմանատիպ բնակավայրեր նոր առաջարկի մեջ նորից կլինեն։ Մյուս խոշոր ծրագիրը անկախի գործարքներից կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին տրամադրվող հետվճարի միջոցառումն է։ Ինչպես գիտեք, 2022 թվականից կենսաթոշակային քարտերի միջոցով ապրանքների եւ ծառայությունների ձեռբերման դիմաց պոստտերմինալներով կատարված անկախի եղանակներով վճարումներից կենսաթոշակառուն եւ նպաստառուներին տրամադրում ենք հետվճար։ Այս միջոցառումը միաժամանակ ունի թե սոցիալական, թե տնտեսական դրական ազդեցություն, որը մեր սովորաբար ընդդիմադիր գործընկերները մոռանում են, ըստ էության չուզենալով, որ պետական բյուջեն ավելի շատ լցվի եւ ստվերը ավելի շատ կրճատվի, ինչին նաեւ միտված է այս ծրագիրը։ Դուք գիտեք, որ ծրագրի սկզբնական հատվածում հետվճարի չափը կազմում էր 10%-ից առավելագույնը 5000 դրամ, հետագայում այն վերանայվեց 12%-ի եւ առավելագույնը 6000 դրամի։ Եվ վերադառնալով թվերին, այս բարձրացումը ըստ էության թոշակի նպատակ ուներ կառավարության ծրագրի նաև այդ խոստման իրականացմանը կենսաթոշակի միջին չափը սպառողական նվազագույն զամբյուղի արժեքին հավասարեցնելու առումով եւ համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված 2025 թվականի 3-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքները մեկ շնչի հաշվով կազմել են 32216.2 դրամ եւ 59600 դրամ։ Նվազագույն կենսաթոշակի եւ կենսաթոշակի միջին չափերը կազմում են համապատասխանաբար 36000 եւ 49000 դրամ։ Կենսաթոշակի միջին չափը հետվճարի առավելագույն չափի 6000 դրամի հաշվառմամբ կկազմի շուրջ 55000 դրամ։ Սա նշանակում է, որ նվազագույն կենսաթոշակը կազմում է պարենային զամբյուղի 111.7%-ը։ Հետվճարի առավելագույն չափի հաշվառմամբ կենսաթոշակի միջին չափը կազմում է սպառողական զամբյուղի 92.3%-ը, այո, այն 100% չէ, բայց այն ամեն տարի ավելանում է։ Եվ այս ծրագիրը շատ կարևոր համարելով եւ հատկապես սֆերի դեմ պայքարի հատվածը շատ կարևոր համարելով, մենք այն հունվարի 1-ից ընդլայնելու ենք, դարձնելու 20% այդ վճարի չափը եւ առավելագույնը 10000 դրամ, արդյունքում անկախի եղանակով վճարումներից տրամադրվող այդ վճարի չափի ավելացման տարբերակով 3-ից 4000 դրամով կբարձրանան կենսաթոշակների եւ նպաստների չափերը, ինչը նշանակում է, որ կենսաթոշակի միջին չափը կկազմի սպառողական զամբյուղի 95%-ից ավելին, քանի որ ժամանակը ըստ էության լրանում է,
Մենք այլ առիթներով իհարկե կանդրադառնանք նաև մեր բյուջետային մյուս կարևորագույն ծրագրերին, որոնց հիմա դժբախտաբար չեմ կարող անդրադառնալ, եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ թե աղքատության, թե սոցիալական մյուս խնդիրների պայքարի մեր բանաձևը դա անհատական ջանքը եւ աշխատանքն է եւ 2026 թվականին մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու մեր զբաղվածության ծրագրերին, որոնց մասին հավելյալ իհարկե կհայտնենք ձեզ։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։